Հայոց լեզվի շքեղությունը, ուժն ու խորհուրդն են ներկայացնում Կարմիր գյուղի համար 2 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները։ Հանդիպման վայրը դարձյալ Գեղարքունիքի մարզային գրադարանն է։ Գրքերով շրջապատված, թումանյանական ցուցադրությամբ լրացված միջավայրը տրամադրում է մայրենի լեզվի մասին զրույցների։ Հայերենը դարձավ մեր ժողովրդի ոգու, պատմության եւ մշակույթի ամուր պահապանը։ Սիրելի աշակերտներ, սիրենք մեր մայրենի լեզուն, պահենք եւ պահպանենք այն մաքուր ու անաղարտ փոխանցենք մեր սերունդներին։ Աշակերտները ներկայացնում են հայոց լեզվի զարգացման պատմությունը, ընդգծում մեր լեզվի տեղն ու դիրքը աշխարհի լեզուների շարքում։ Միջոցառմանը գեղարվեստական տրամադրություն են հաղորդում լեզվին նվիրված արձակ եւ չափածո ստեղծագործությունների ընթերցումները։ Գրաբարը հնագույն հայոց լեզուն է, ձևավորվել է տուրբերանի, բարձր այգի ու արարատի խոսածների հիմնան վրա, ընդգրկվում են գիծ 11-րդ դարի ընկել ժամանակաշրջանը, սակայն գրաբարը խոսակցական լեզուն է եկել մոտավորապես մինչև 9-րդ դարը։ Միջին հայերենն ընդգրկում է 12-ից 17-րդ դարերը, այդ լեզվով շարադրվում էին բժշկական, գյուղատնտեսական ձեռնարկներ, պոեզիա, այն դարձավ ժամանակի պաշտոնական կիրառելի լեզուն։ Նոր հայերենն ընդգրկում է 17-րդ դարից մինչև մեր օրերը։ Ժամանակակից հայոց լեզուն 2 ճյուղ ունի՝ արևմտյան եւ արևելյան։ Արևելյան հայերենը հանդիսանում է գրական լեզու Հայաստանում եւ նախկին խորհրդային պետություններում ապրող հայերի համար։ Արևմտահայերենը ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լիբանանում ապրող հայերի գործածական լեզուն է։ Դու այսպիսին ես եւ երջանիկ է, ով քեզ կարող է կոչել մայրենի, երանելի է, ով քեզանով է խոսում ու դատում, դու իմ մայրենի, այսպիսին ես դու, եւ ես երջանիկս ու երանելիս, այդ ես չեմ քեզ տիրապետում, այդ դու ես ինձ տիրապետում հավիտյան եւ միշտ, եւ այժմ նաեւ քեզանով իսկ քեզ փառաբանելիս։ Միջոցառման հիմնական թեմայի հետ շահկապվում են նաև գիրքն ու ընթերցանությունը, ևս մեկ անգամ կարևորվելով որպես ազատ եւ անկախ մտածելու կարողության զարգացման միջոց։ Համատեղ միջոցառման արդյունքում դպրոցական գրադարանը հարստանում է նոր գրքերով, իսկ մարզային գրադարանի գրաֆոնդը հարստանում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նվիրատվությամբ։ Գրքերը մարզպետն անձամբ է հանձնում եւ հույս հայտնում, որ դրանք կգտնեն իրենց ընթերցողներին։ Կարեն Սարգսյանը շրջում է գրադարանի բոլոր բաժիններում, ծանոթանում գրադարանային առօրյային, զրուցում գրադարանավարների եւ աշակերտների հետ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։